ճանապարհով ենք, մտնում հրապարակ և քաղաք և մեր հայրենիք։ Այսօր բացում ենք քաղաքացիական բաց խորհրդի մեր երկրորդ շաբաթվա շարանը, որը այսօր կմեկնարկի մինչև 5 շաբթի օր։ Ուրախ ենք, որ մեզ հետ են շատ հարկերի գործիչներ, հասարակական գործիչ հրապարակախոս Արկադի Վարդանյանը և ժառանգության նախկին պատգամավոր մտավորական աստվածապան իմ լավ ընկեր Վարդան Խաչատրյանը, վաղը մեր ծրագիրը կշարունակվի ժառանգությունից Ստյոպա Սաֆարյանով և նախախորհրդարանից Վարդան Հակոբյանով, երեքշաբթի օրը ամեն օր ժամը 5-ին է, երեքշաբթի օրը կլինեն նախնական, սա կհաստատենք Պետրոս Մակեյանը և Մանվել Կասպարյանը, չորեքշաբթի կլինի երդասարտական օր և մի քանի երդասարտներ իրենց մոտեցումները կներկայացնեն, վստահ եմ, որ շատ հետաքրքիր կլինի երդասարտական ապական իրենց շուրթերով առաջարկված և այս շաբաթվա նիստերի շարանը կամփոփվի 5 շաբթի օրը Ռուբեն Հակոբյանով, ժառանգության խմբակցության ղեկավարով։ Մինչ այդ ուզում եմ ձեզ զեկուցել, սա նաև պաշտոնապես կներկայացնենք կայքերի և լրատվամիջոցների միջոցով, որ այս շաբաթ կունենանք 3 մամուլի ասուլիս, երեքշաբթի օրը ժամը 12-ին վաղը չեմ մյուս օրը, երեքշաբթի 12-ին կլինի Ռուբեն Հակոբյանը, չորեքշաբթի 12-ին այս աջ հատվածում կլինեմ ես, 5 շաբթի Արմեն Մարտիրոսյանը և ինչպես գիտեք մեր մեծ հավաքը շաբաթական կլինի ուրբաթ օր ժամը 6-ին, և ես հանդես կգամ հատուկ հայտարարությամբ, որից հետո մեզ կմիանա Գագիկ Կինոսյանի Գարիկ բարի համույթը և նաև մեր տոնախմբությունը կշարունակենք Գարինի միջոցով։ Այս շաբաթվա ծրագիրը կավարտվի շաբաթ օրը ժամը 5-ին մեր ավանդական համերգով Բամբիրը մեզ կմիանա, շատ հայտնի խումբ, երդասարտական և հավանաբար մեկ այլ խումբ ևս։ Այնպես որ հրաշալի օր է, եղանակները իրար միջև պայքարում են, մերդ աշուն, մերդ գարուն, բայց վստահ եմ, որ մոտ է գարունը և գարունը կհաղթի։ Ժողովուրդը այդպես է որոշել արդեն։ Այնպես որ պարոն Վարդանյանին և պարոն Խաչատրյանին ներկայացնելու համար հրավիրում եմ մեր մշտական համակարգող մոդերատոր Լևոն Բաղրամյան, խնդրում եմ։ Շնորհակալություն պարոն Հովհաննիսյան, բարի օր սիրելի ժողովուրդ, կարծես սարերի քամին բարևում է մեզ այսօր և եկել է փոշին մեր մեջի կեղտը մաքրելու և տակը թողելու ամուր ոտքերով պինդ կանգնած ժողովրդին և արժեքները, սա իմ մոդերատորի պաշտոնից դուրս խոսքեր կներեք, չկարողացա դիմանայի։ Այսքանով ես կխնդրեմ անցած շաբաթվա պես պահենք կարգը, առաջին մի քանի հարցերը մեր լրագրողներին, եթե ցանկություն ունենք ունենան, հետո առիթ կտրվի մնացածից մեր հարցերը բարձրացնել, ես և մենք բոլորս նախընտրում ենք գրավոր կարգը, բայց եթե դա չկա բանավորել, միայն կխնդրեմ հարցի տեսակով և ոչ ճառաբանությամբ և այսքանով կխնդրենք պարոն Արկադիին մոտենա և 15 րոպե բանախոսի։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, հարգելիներ, ինչպիսին ենք մենք տեսնում մեր սիրելի երկիրը։ Ճիշտ այնպիսին, ինչպիսին տեսնում էինք սրանից 25 տարի առաջ խորհրդային միության փլուզման նախաշեմին։
մենք պատկերացնում էինք, որ մեր երկիրը դառնալու է ժողովրդավարական, օրենքի երկիր, ճշմարտության, արդարության, եւ մենք բոլորս այստեղ կապրենք երջանիկ կյանքով, համոզված լինելով, որ նաեւ մեր երեխաներն ու թոռնիկները կունենան լուսավոր ապագա։ Սակայն այն, ինչ որ կատարվեց այս տարիների ընթացքում, ձեզ բոլորիդ երևի քաջ հայտնի է։ Ես կցանկանայի այսօր կանգ առնել մեր Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված այն դրույթների վրա, որոնք բնութագրում են Հայաստանը, անկախ Հայաստանը, ինքնիշխան Հայաստանը, որպես ժողովրդավարական երկիր։ Այդ դրույթներից երկուսը կոչվում են այսպես, որ մեր երկիրը սոցիալական է եւ իրավական։ Սակայն ոչ մեկը, ոչ մյուսը իրականությանը չեն համապատասխանում։ Չնայած Հայաստանի նման փոքրիկ երկիրը սակավ բնական պաշարներ ունեցող եւ առաջին հերթին պետք է ձգտել լինել սոցիալական եւ իրավական։ Սակայն մենք տեսնում ենք, թե ինչպես են շահագործվում, դաժանաբար շահագործվում մեր բնության պաշարները, մի քանի ընտրյալների գրպանները լցնելու նպատակով եւ ինչպես է տանջվում մեր ժողովուրդը այս անարդարության պայմաններում։ Գիտեք ինչ, ամեն մարդ, անկախ նրանից, թե ինչպիսի սոցիալական ծագում ունի, ինչպիսի ունեցվածքային կարգավիճակ ունի, ինչպիսին է նրա մտավոր աշխարհը, որքանով է լայն կամ նեղ նրա աշխարհայացքը, ունի մի զգացողություն, ամենախոցելին է այդ զգացողությունը, դա կոչվում է արդարություն։ Երբ մարդ տեսնում է իր աչքի առջև, թե ինչպես է ոտնահարվում արդարությունը, այդ մարդուն հասցվում է ամենամեծ վիրավորանքը, ամենածանր վիրավորանքը։ Եվ գաղտնիք չէ, որ այս ամբողջ մեր անկախություն կոչեցյալ տարիներին մենք այդ զգացմունքը մեր սրտներից եւ հոգիներից չենք կարողանում հանել, որպեսզի հանգիստ ապրենք։ Իսկ երբ չկա արդարություն, չի էլ կարող լինի ոչ իրավական երկիր, ոչ էլ սոցիալական երկիր։ Գիտեք ինչ, կա նաեւ այսպիսի մի հասկացողություն, որը կոչվում է տրամաբանություն։ Մենք տեսնում ենք, որ բոլոր այն երկրներում, որտեղ ավելանում է հարուստների ունեցվածքը, համաչափ պակասում է նաև աղքատների քանակը եւ աղքատությունը ընդհանրապես։ Մեզ մոտ կատարվում է ճիշտ հակառակը։ Հարուստները շարունակում են հարստանալ, իրենց գրպանները լցնել, ապօրինի ճանապարհներով իհարկե հիմնականում կողոպտելով ժողովրդին եւ մեր երկրի բնությունը, իսկ աղքատների քանակը ավելանում է։ Խորհրդային միության փլուզումից հետո մեզ մոտ աղքատությունը երևի թե տասնապատիկ ավելացել է, տասնապատիկ է ավելացել։ Եվ ընդհանրապես այդ անարդարության արկայությունը մեր երկրում, ինչպես քաղաքականության, այնպես էլ սոցիալ-տնտեսական կյանքում եւ ընդհանրապես մեր կյանքի բոլոր ոլորտներում դարձել է այն հիմնական պատճառը, որը տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հազար մեր հայրենակիցներին ստիպեց հրաժարվել ամենաթանկ արժեքից, իր օջախից, իր հարազատ օջախից, իր երկրից, իր հայրենիքից։ Դա է ամենագլխավոր պատճառը, որ արտագաղթը շարունակվում է, իսկ արտագաղթը դա նշանակում է, եթե համեմատենք մարդու օրգանիզմի հետ, արյան կորուստ է նշանակում։ Մենք վերջի վերջով կանգնած ենք այն շեմին, որից հետո ուղղակի այդ արյունահոսությունը կբերի մեր պետականության մահվան եւ Հայաստանի որպես երկիր, որպես քաղաքական միավոր ոչնչացման։ Դա է հավանաբար ամենագլխավոր պատճառը, որ այսօր մեր ժողովուրդը զարթոնք է ապրում, ոտքի է ելել եւ ցանկանում է վերջ տալ այդ ամենին։ Ես կտեսնեի մեր նոր Հայաստանը իրոք սոցիալական եւ իրավական երկիր։ Ես կուզեի, որ ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսության ոլորտները պատկանային ողջ ժողովրդին,
ոչ թե մի քանի տասնյակ ընտրյալ ընտանիքներին։ Ես կարծում եմ, որ այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են կապը, տրանսպորտը, բնական պաշարները եւ մի շարք այլ ոլորտներ պետք է անպայման լինեն պետության ամենահստակ եւ խիստ հսկողության ներքո։ Ինչ վերաբերում է շուկայական հարաբերություններին, առանց որոնց իհարկե հնարավոր չէ ոչ մի ձևի զարգացում, ապա այստեղ նույնպես մեզանում չի գործում այն տրամաբանությունը, որով առաջնորդվում են առաջադեմ երկիրները։ Շուկայական հարաբերություններում պետք է լինի ազատություն, պետք է լինի հավասարություն եւ պետք է լինի մրցունակություն։ Դրանցից ոչ մեկը մեզանում գոյություն չունի։ Մի քանի ընտրյալներ նորից կրկնում եմ, նրանք ովքեր որ հիմնավորել են եւ նախաձեռնել եւ հիմնավորել են եւ աշխատացնում են մենաշնորհ կոչեցյալը, այսօր վխտում են իրենց հարստության մեջ, իսկ ժողովրդի ճնշող մեծամասնությունը տարրական իրենց իրավունքները չի կարողանում իրագործել եւ երեխաներին հաց ապահովել է նույնիսկ չի կարողանում։ Սա է պատճառը մեր անհանգստության, սա է պատճառը արտագաղթի։ Ես կարծում եմ, որ այն առաջարկները, որոնք արվեցին վերջին հանրահավաքի ընթացքում մեր հարգելի Ռաֆի Հովհաննիսյանի կողմից, կարող են նպաստել քայլ առ քայլ իշխանափոխության, ինչպես նաև բարեփոխումների իրագործմանը։ Իհարկե, եթե առայժմ դեռ դե ֆակտո գործող նախագահը բարեհաճի ուշադրությամբ ուսումնասիրել այդ առաջարկությունները եւ հոդաբաշխ պատասխան տալ դրանց։ Սակայն իմ անձնական կարծիքով դժվար թե դա տեղի ունենա։ Ես չեմ կարծում, որ ստեղծված իրավիճակում մեր առայժմ դեռ գործող նախագահը ի վիճակի է ինքնուրույն որոշումներ կայացնել։ Նա բազմաթիվ թելերով կապված է իր շրջապատի հետ, այն մարդկանց հետ, որոնք մարմնավորում են մենաշնորհները, որոնք մարմնավորում են անարդարությունը, անբարոյականությունը եւ բոլոր այն բացասական երևույթները, որոնց արդյունքում մեր երկիրը գտնվում է այսօրվա խայտառակ վիճակում։ Սիրելի համաքաղաքացիներ, այս ֆորումի աշխատանքներին ներկաների թիվը բավականին փոքր է, բայց ես չեմ կասկածում, որ յուրաքանչյուրդ այս ֆորումին մասնակցելուց անմիջապես հետո տուն վերադառնալով կիսում եք ձեր մտքերը, մտահոգությունները եւ հուսով եմ, որ այսօր նույնպես դուք կկիսվեք ձեր հարազատների, հարևանների, բարեկամների հետ։ Ես ուզում եմ մեկ անգամ եւս ընդգծել մի շատ կարևոր հանգամանք։ Մոտենում է ապրիլի 9-ը։ Դա այն սահմանն է, այն ջրբաժանն է, որն արդեն բոլորիս գիտակցության եւ ենթագիտակցության մեջ արմատավորվել է եւ մենք սրտատրոփ սպասում ենք այդ օրվան։ Ես մեկ անգամ եւս ձեզ բոլորիդ կոչ եմ անում, բոլորդ մեկ մարդու նման, մասնակցեք ապրիլի 9-ին մեր ընտրված նախագահ Ռաֆի Հովհաննիսյանի երկնակալությանը, որը առայժմ դեռ այդպես է պլանավորված տեղի ունենալու հանրապետության հրապարակում ապրիլի 9-ին։ Ամենայն դեպս դա մեր հասարակության ճնշող մեծամասնության ցանկությունն է։ Ես կարծում եմ, որ առարկություն չկա։ Դե ինչպես որ կորոշեք, այնպես էլ կանենք։ Բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ վերջնական հաղթանակին հասնելու համար այսօր այնպես ինչպես երբևէ մեզ պետք է միասնություն, մեզ պետք է համառություն, մեզ պետք է անկոտրուն կամք եւ վճռականություն։ Շնորհակալություն ուշադրության համար։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան։ Ես կխնդրեմ պարոն Խաչատրյան մոտեցեք։
Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ընդհանրապես ճիշտն ասեմ իմ համար անսովոր է, ես սովոր եմ այստեղից ուղղակի հանրահավաքային ճառեր ասել, բայց այսօր հիմնական կողմնորոշումը փաստորեն քննարկումն է որոշ խնդիրների, որոնք ծառացած են այսօր ընդհանրապես ինչպիսի դինամիկա ունեն, ինչպիսի տեղաշարժ ունեն մեր հասարակության մեջ եւ այս տեսակետից երևի թե կարեւորագույն բաներից մեկը, որի վրա ես կցանկանայի, որ մեր ուշադրությունը հրավիրեինք, դա երևի թե աշխարհի նման հին մարդկային հասարակությունների առաջին արևածագից, այսպես կոչված մարդկային հասարակության սկսված մի երևույթ է, որը երբևէ չի վերանայվել, բայց ունեցել է իր տարբեր ըմբռնումները եւ տարբեր անգամներ, տարբեր ժողովուրդների կողմից, տարբեր իշխանությունների կողմից, տարբեր լուծումների թիրախ է դարձել, այնուամենայնիվ պահպանելով իրեն իմ խորին համոզմամբ յուրահատուկ անվիճելի ու անփոփոխ կիրիկման, այսինքն այն առանցքը, որը իրենով պայմանավորում է մարդկային հասարակության գոյությունը։ Եվ այսպես որն է այդ կարևորագույն, ինչ որտեղ ես կասեի հրաշեք առանցքը, որին չի կարելի դիպչել, չի կարելի ծռմռել, դիպչելու դեպքում ամեն ինչ կմոխրանա, վաղ կամ ուշ, դա հետևյալն է, իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Եվ ոչ մի սկզբունքային նշանակություն չունի, որ երկրի համար ենք խոսում, որ ժամանակների համար ենք խոսում, կլինի դա ռուսական կայսրությունը, որտեղ 46 հաստափոր հատորների մեջ շարադրված էր, որ երկիրը պատկանում է ցարին։ Երկրում չկա ուրիշ սեփականություն, այլ դա ցարի սեփականությունն է, իսկ մնացածը որպես այդպիսին ներկայացվում են եկվորներ։ Ինչի բերեց այս խաղը այդ հրաշեք առանցքի հետ, բոլորը շատ լավ հիշում եք 1917 թվականին։ Այսինքն ամեն ինչ վերանայվեց եւ ցարի ընտանիքը գնդակահարվեց, որը երևի թե անցանկալի էր, բայց այնուամենայնիվ դա խաղն էր այդ առանցքի հետ, որը անթույլատրելի էր։ Չկա որևէ մեկը պատմության մեջ, կլինի դա Օսմանյան սուլթան, կլինի դա ճապոնական կայսր Միկադո, կլինի Չինաստանի կայսր Հռոմի կայսր, որը համարի եւ ճիշտ լինի իր այդ համարումի մեջ, որ իշխանությունը պատկանում է իրեն, իշխանությունը պատկանում է միայն ժողովրդին։ Նրա կրողը, աղբյուրը, հետևաբար անփոփոխ սահմանադրական ձևակերպումը այսպիսին է, իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ որևէ մեկը չի կարող վիճարկել դա։ Իսկ ինչ բան է այդ յուրօրինակ գայթակղիչ բառը իշխանություն։ Իշխանությունը ոչ այլ ինչ է, քան հասարակական հարաբերությունների մաքսիմալ ռացիոնալին մոտեցնելու փորձ։ Մի քիչ ավելի պարզեցնեմ, որպեսզի ձևակերպումը չլինի այդքան բարդ։ Յուրաքանչյուր իշխանություն ձևավորվում է որոշակի հասարակական բազմության վրա։ Այս հասարակական բազմության մեջ առաջանում է պահանջմունք համեմատաբար ավելի ռացիոնալ ապրելու, նախնական ամենապարզ օրենքները կիրառելու եւ ստեղծելու առաջին հերթին հրապարակային իշխանություն։ Այս հրապարակային իշխանությունը շատ սպეციფիկ, յուրօրինակ երևույթ է։ Նրանում չկան տխմար իշխանավորներ։ Այդպիսի բան չի լինում, որովհետեւ իշխանությունը հրապարակային է, անձը ում զիջել են իրավունքները տվյալ սոցիումի ներկայացուցիչները գտնվում է հրապարակային դաշտում, որոշումները կայացում է բոլորի աչքի առաջ եւ գլխավոր պատասխանատուն է անվտանգության, հասարակության բարօրության համար։ Այս մարդու հետ պարբերաբար շփվում են, նա լինում է հրապարակում, բոլորը գիտեն ինչպիսին է նա։ Բայց սրան գալիս է փոխարինելու երկրորդ աստիճանը, այ որտեղ սկսվում է, ինչպես ասում են, որոշակի մանրունքների իհայտ գալը, որտեղ թաքնված է սատանան։ Սկսվում է ինստիտուցիոնալ իշխանության ձևավորումը։ Այսօր կամայական երկրում, որոնց մասին մենք լսել ենք, գիտենք, մակում ներկայացված են կամ անգամ ներկայացված չեն, այս երկրներում գործում է ինստիտուցիոնալ իշխանություն։ Այսինքն չկա շփում ուղղակի իշխանավորի հետ, ժողովրդական պարզ զանգվածի շփումը, այստեղ բացառվում է, որովհետև ժողովուրդը շփվում է նրանից ցած կանգնած ինստիտուտների հետ, ինչպիսիք են դատարանները, տեղական ինքնակառավարման մարմինները եւ այլն։ Այսօր մենք փորձելու համար շփվել, ոչ մի շանս չունենք եւ որպես այդպիսին մենք շփվում ենք իշխանության այս կամ այն դրսևորման հետ։ Այստեղ իհայտ է գալիս իշխանության ավտոնոմիայի գաղափարը, որ այս իշխանությունը կարող է լինել նաեւ
ինքնաբավարար։ Առաջանում է այդ իլյուզիան, որ կարող է եւ ժողովրդի հարցում իշխանությունը երկրորդայնացնել ժողովրդին, որովհետեւ այսպիսի ինստինկտ գոյություն ունի չինովնիկների մեջ։ Չինովնիկը, ինչպես ասում են, դա յուրօրինակ մի համակարգ է, մարդկանց բազմություն, որը կարող է լինել լավը, բայց անգամ ֆունկցիոնալ լինելով նա իր մեջ պահպանում է մի հետաքրքրական ինստինկտ։ Սա երևի թե մարդկային բազմացման միակ տարբերակն է, որը չի ընթանում սեռական ճանապարհով։ Բազմանում է չինովնիկության քանակությունը, որովհետև այդպեսի նա փորձում է ժողովրդից ամեն ինչ քաշել, այս փորձը պետք է կասեցվի բարձրագույն իշխանության կողմից անվիճելիորեն։ Եվ եթե յուրաքանչյուր պետության մեջ մենք հարցնենք, թե ո՞րն է առաջընթացի յուրօրինակ անվիճելի ցուցանիշը, այսօր դա չինովնիկության կրճատումն է։ Ինչը ասել մեր երկրի մասին, երևի թե կարող է հնչել սարկաստիկ։ Այսինքն մեզանում մենք պարբերաբար տեսնում ենք չինովնիկության աճ, նախարարությունների աճ եւ ժողովրդի զանգվածի գնալով ավելի ու ավելի մեծ կախում նրանից։ Բայց ինչու է այնուամենայնիվ այս գոյություն ունեցող հարաբերակցությունը Հայաստանում պահպանվում։ Երբ է որ իշխանությունը իզորու չէ հաղթահարել ժողովրդի դիմադրությունը, միշտ իզորու չէ հաղթահարել։ Չկա այդպիսի ժամանակ, երբ որ ժողովուրդը ոտքի կանգնեց եւ իշխանությունը չպետք է փոփոխի այն ամենը, ինչը գոյություն ունի, հարմարվելու համար իր միակ կրողին։ Հայաստանի դժբախտությունն ինչու՞մն է այս հարցում։ Հավատացեք, երբ որ ամեն անգամ մենք ասում ենք, որ Հայաստանից գնում է հայ ժողովուրդը, մենք երևի լավ չենք պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը։ Սա ազգային պետություն է, կամենում ենք դա թե ոչ, լավ է թե չէ, թողնենք մի կողմ։ Բայց երբ որ լքում է ազգը, որը պետականության կրողն է, ուրեմն Հայաստանը լքում է այն զանգվածը, որը կրում է պետականությունը։ Պետականությունը որպես այդպիսին ունի ֆունկցիաներ, որը ունի կարիքը կրող բազմության։ Այն անձանց, այն բազմությունների թիկունքի, ջլերի, որոնք իրենց վրա պահում են այդ պետականությունը։ Եվ թող ոչ մեկին չթվա, որ այդ կորուստները կարող են լինել աննկատ, որևէ բացասական հետևանքի չբերող, ոչ։ Մենք պետք է մեզ հաշիվ տանք, որ անգամ կարևորագույն ֆունկցիաները դժվար է լինելու կատարել, եթե շարունակվի այս արտագաղթը։ Վերջապես մի իշխանության յուրօրինակ բանի մասին էլ խոսենք։ Ինչ է արդի իշխանությունը, որպես այդպիսին զարգացած երկրների համար վարած քաղաքականության արդյունքում ժողովրդի բավարարվածության կամ չբավարարվածության հետևանքով իշխանության մեջ մնացող կամ փոխվող մարդկանց բազմություն։ Ցավոք սրտի պետք է ասեմ, որ խորհրդային, նախկին խորհրդային տարածքի հանրապետություններում այդպիսի փոփոխություններ մենք չենք տեսնում։ Դեռ ավելին, մենք տեսնում ենք, որ առանձին դեպքերում նույնիսկ սովորական իշխանությունը սահմանադրական սահմանափակումներով խախտվում է։ Այսինքն պարզվում է, որ մեր հարևան երկրի նախագահ Իլխամ Ալիևը կարող է անքանակ անգամներ դառնալ Ադրբեջանի պրեզիդենտ։ Սա ամեն անգամ առաջանում է որպես, հավատացնում եմ ձեզ, որպես խաբկանք։ Ինչու եմ ասում որպես խաբկանք, որովհետև գոյություն են ունեցել թագավորություններ։ Թագավորը դա անձնավորություն է, որը հավատում է, որ երկնքից իրեն վրա դրված է իշխանությունը իրականացնելու անմիջական եւ անվիճարկելի դրույթը։ Ինքն է իշխանությունը իրականացնում։ Նրա թագը հենց այդ երկնքի ձեռքի խորհրդանիշն է։ Երկնքի ձեռքը գտնվում է նրա գլխին։ Նա ապուպապով, իր ժառանգներով ներկայացնում է իշխանությունը, բայց կարողանում է արդյոք ժողովրդի հետ հարաբերությունները խախտելու դեպքում պահել անգամ այսպիսով, անգամ կրոնով, եկեղեցով վավերացված այդ իշխանությունը, երիցս ոչ, որովհետև Ֆրանսիայի արքաները իրականացնելով իշխանություն եւ խախտելով հարաբերությունները ժողովրդի հետ, վերջում հանգեցին մեծ ֆրանսիական հեղափոխության, որը եկավ ջնջելու բուրբոններին։ Որովհետև Պարսկաստանում մի այլ դեպք, երբ իշխանությունը կտրվեց ժողովրդից եւ պալատը համարում էր, որ ինքը ինքնաբավ է եւ ինքը գործում է առանց ժողովրդի վրա հենվելու, այս ամենը ավարտվեց ծանրագույն պարտությամբ հարավից եկած արաբների հետ բախման մեջ, որոնք ուղղակի սրբեցին եւ վերացրին պարսկական պետականությունը։
աշխարհակալ կայսերապետական երկիրը ոչնչացավ, նրա վերջին կայսրը զոհ դարձավ էլեմենտար մի կիսամուրացիկ ջրաղաց պանի, որը սպանեց վերջինս, որտեղ վերջինս կորցրել էր բացարձակապես բոլոր իշխանության ատրիբուտները, չկար այլևս ոչինչ։ Ուրեմն իշխանությունը բոլոր ժամանակներում, անկախ նրանից, թե ինչ ժողովրդի մեջ է, ինչ պետության, կախված է ժողովրդից։ Այսօր մեր երկրում գոյություն ունի բավականին լուրջ մի խնդիր, այս հարաբերությունների մեջ, ինչի մասին մենք խոսում ենք։ Դրա կարևորագույն խնդիրը նրանում է, որ քաղաքացիական հասարակությունը, այսինքն էլեմենտար, եթե վերցնենք իշխանությունը որպես այդպիսին, դա համակարգ է, դա կառույց է, որը իր չափերով տասնյակ անգամներ զիջում է հասարակությանը։ Նո էլեմենտար, եթե վերցնենք, որ Հայաստանում գոյություն ունեցող իշխանության մեջ գործունեության հնարավոր պաշտոնների քանակությունը մոտ 4000 է, ապա եթե անգամ դրան գումարենք այն մարդկանց ընտանիքները, ովքեր իրականացնում են այդ պաշտոնները, դա ամիջնչին հատվածը կկազմի մեր ժողովրդի։ Ուրեմն ժողովուրդը աներևակայելի ավելի մեծ է, քան իշխանությունը, բայց որ դեպքում է իշխանությանը հաջողվում երկրորդայնացնել ժողովրդին։ Սրա պատճառները բազմաթիվ են, բայց երկրորդայնացվում է ժողովուրդը միայն այն դեպքում, երբ որ նա կազմակերպված չէ։ Երբ որ ժողովուրդը կազմակերպված է, երբ որ ժողովուրդը ունի ինստիտուցիոնալ դրսևորումներ, իշխանությունը ստիպված է հաշվի նստել, իշխանությունը ստիպված է նաև ենթարկվել նրան։ Մեզանում այս խնդիրը լուծված չէ։ Բացի այն, որ մենք կորցրել ենք դասակարգերը, որոնք եղել են սովետական իշխանության դեռևս օրով բանվորների դասակարգ, գյուղացիների, այսպես կոչված դասական դասակարգումը եթե բերենք, սա չկա այսօր Հայաստանում։ Սրանից զատ Հայաստանում գոյություն չունեն անգամ պրոֆմիություններ։ Այսինքն հայտարարված պրոֆմիութենական կառույցները դրանք ընդամենը ձևական, ֆիկտիվ։ Լսում ա ձայնս։ Բուտաֆորիական կառույցներ են, որոնք որևէ կերպ Սերևմա լսվեց, չէ, լսվեց, հա։ Դրանք բուտաֆորիական կառույցներ են, որոնք որևէ կերպ չեն արտահայտում հասարակության շահերը, հասարակության համար պատասխանատու չեն։ Վերջին հաշվով, յուրաքանչյուր իշխանության մասին խոսելիս պետք է հաշվի առնենք նաև ինչ ռեսուրս ունի տվյալ իշխանությունը։ Հավատացնում եմ ձեզ, կվազի, միգուցե կեղծ համարենք, բայց այնուամենայնիվ նշենք, որ աներևույթ ռեսուրս Հայաստանի իշխանությունը ունի շատ մեծ։ Այդ ռեսուրսը Սփյուռքից եկող գումարներն են։ Այսինքն տեղում ոչնչացված արտոնաբերությունը, տեղում սնանկացված գյուղատնտեսությունը, որոնք իզորու չեն երևի թե շատ բան արտադրել, վերարտադրել եւ ստեղծել աշխատատեղեր, այնուամենայնիվ չեն ստեղծում այն կրիտիկական իրավիճակը, որը կարող է նպաստել արմատական փոփոխություններին, որովհետև գոյություն ունի արտերկրից մուտք գործող հսկայական դրամագլուխը։ Դրամագլուխ, որը ստեղծված հարաբերությունների շրջանակում վերաբաշխվում է իշխանության եւ նրա հովանավորյալների միջև։ Սա հաղորդում է զգալի կայունություն գոյություն ունեցող իշխանությանը։ Բայց անդրադառնանք մեկ այլ հանգամանքի, ինչպիսին է դինամիկան, ինչպիսին է այն աստիճանական անցումը, որը մինչև հիմա մենք տեսել ենք Հայաստանում։ Կուսակցությունները որպես այդպիսին ինչ որ չափով իրենց գործը արել են քաղաքական ակտիվության տեսակետից, ինչ որ չափով քաղաքական ակտիվության տեսակետից այսօր իհայտ է եկել քաղաքացիական հասարակությունը։ Մշակույթի մեջ ինչպիսի դրսևորումներ կունենա այս ներկայիս իրավիճակը եւ շարժումը բավականին բարդ է ասել։ Բայց գոյություն ունի լարման մի շեմ, որը Հայաստանում որևէ կերպ չի իջնում։ Այդ լարման շեմը առաջին հերթին հանդիսանում է այն, որ Հայաստանում բացարձակ անհամաչափ իրավիճակ է։ Այսինքն եթե մենք փորձենք մի սափոր սարքել, որը առանցքի համեմատ հավասար բաշխում չունենա կողմերի, այդ սափորը չի կարողանա կանգնել, նա կգլորվի ցած։ Հայաստանում գոյություն չունի համաչափություն։ Այսինքն ամենաշատ եկամուտը ունեցող խավերի եւ ամենաաղքատ խավերի միջև աներևակայելի տարբերություններ գոյություն ունեն։ Այդ աներևակայելի տարբերությունները որևէ կերպ չեն կարող հանգեցնել
քաղաքացիական ակտիվության անկմանը։ Եվ վերջապես նշեմ, որ ներկայիս շարժումը միգուցե լատենտ, միգուցե աներևույթ, բայց խարսխված է կարևորագույն անարդարացիություններից մեկի վրա։ Այն բանի վրա, որ 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցավ մի աներևակայելի խորը ջրբաժան, որը անցավ հայ ժողովրդի բոլոր ներկայացուցիչների հոգիների վրայով Երևանի փողոցներում, թափվեց արյուն եւ հայ ժողովրդի զավակների ուղեղանյութ, անթույլատրելի մի բան, որը կարող է մտածեն, որ դե եղավ, անցավ, դա չի անցնում։ Նա պետք է ունենա իր հանգուցալուծումը։ Արդարացիության բացակայությունը հայ ժողովրդի համար անտանելի իրավիճակ է։ Եվ հայերը լքում են Հայաստանը ոչ միայն այն պատճառով, որ այստեղ չկա ապրելու հնարավորություն, ոչ կան մարդիկ, ովքեր ապրելու հնարավորություն ունենալով են լքում, որովհետև հայրենիքը այն սուրբ գաղափարը, որը հարյուրավոր սերունդների ձգտում է եղել, 100 հազարավոր մարդկանց կյանք է խլել, պայծառ անձանց, պայծառ հոգիների, այդ պետությունը չի կարող լինել անարդարացի։ Եվ մի անգամ ասում են, թե ինչից է սկսվել այդ, ես լավ հիշում եմ մի հաղորդում էր հեռուստատեսային, որ Մոսկվայում կա Խրամ Խրիստա Սպասիցելը, հիշում եք, այն պայթեցվել էր, նրա փոխարեն կառուցել էին հատուկ ինչ-որ շենք, որը չէր ստացվել, հետո կառուցել էին այդտեղ ջրավազան եւ հարցնում էին մարդկանց, թե ինչից սկսվեց այս շենքի այս եկեղեցու վերականգնումը, որը սրբություն էր եղել Ռուսաստանի համար։ Այնտեղ կանգնածներից մեկը մի խորը շատ անձնավորություն, Ռուսաստանի մտավորականության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը ասեց, ամեն ինչ սկսվել է աղոթքից։ Անկամ երբ որ այստեղ ջրավազան էր, մարդիկ գալիս էին այստեղ եւ աղոթում, որովհետեւ ոչ թե իրենք էին տեսել, այլ իրենց ծնողների աչքի առաջ պայթեցվել էր այդ համայն Ռուսիո սրբությունը։ Մեր համար համանման սրբություն հանդիսանում է արդարացիությունը։ Աստծուց տրվածը հայ ժողովրդին դա է։ Դրա համար նա ամեն երկրում պատրաստ հանուն արդարության դնել իր կյանքը զոհասեղանին։ Այսպես ավարտելով երևի թե ես մի քիչ չհաշահեցի ժամանակը, ասեմ, որ բոլոր ժամանակներում իհարկե իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Եվ ոչ մեկին տրված չէ համարական վերաբերմունք ունենալ մեր ժողովրդի հանդեպ, հենց թեկուզ այն պատճառով, որ այս ժողովուրդը մեծն Մեսրոպ Մաշտոցի գեներն է իր մեջ կրում, եւ Եղիշե Չարենցի եւ բազում այլ անձանց, ովքեր լույս են բերել ժողովուրդներին եւ ոչ միայն հայ ժողովրդին։ Դրա համար երևի թե մենք բոլորս պետք է պրկենք այն ամենը, ինչը կա մեր մեջ, եւ որպես ռեսուրս, եւ որպես իղձ, եւ հիշենք, որ ժողովրդին է պատկանում իշխանությունը, եւ վաղ թե ուշ նա ունենալու է իր ուզած, իր ցանկացած եւ իր համար բաղձալի իշխանությունը։ Շնորհակալ եմ։ Հույսով եմ ավելի լավ է լսում, շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Հիմա առիթ մեր լրագրողներին, եթե հարցեր ունեն, խնդրում եմ մոտեցեք եւ ներկայացեք։ Մոտեցեք, որ մյուսներն են լսում։ Փայլակ Ֆարադյան, Գալայ Ռուստանկերություն, հարցս ուղղում եմ պարոն Խաչատրյան ձեզ իշխանությունները պատրաստ են գնալ զիջումների եւ որ դեպքում կգնան։ Շնորհակալություն։ Ուրեմն հավատացնում եմ ձեզ, ոչ մի իշխանություն պատրաստ չի գնալ զիջումների։ Այդպիսի բան գոյություն չունի աշխարհում, եթե որևէ մեկը կրում է իշխանություն, նա որպես այդպիսին հետևում է որքան է ճնշումը իր հանդեպ, դրանով որոշում է կայացնում։ Եթե ճնշումը, որպես ալիքային ճնշում, բարձրացել է այնքան, որ նա վտանգում է սեփական իշխանությունը չգնալով փոփոխությունների, նա գնում է փոփոխությունների։ Եթե ոչ, մեխանիկորեն տեղի չի ունենում այդ բանը։ Այս իսկ պատճառով կամ ժողովրդի մասնակցությունը լինում է այնպիսին, որ իշխանությունը անկախ որևէ սեփական կողմնորոշումից գնում է այդ քայլերին,
կամ թե չէ նա այդ քայլերը փորձում է հետաձգել տարբեր տարբերակներով, էլի, այսպես նշեմ, որ բոլորի համար պարզ լինի։ Տարբեր կոմիտետներ են ստեղծվում, տարբեր հանձնաժողովներ են ստեղծվում, որոնք քննում են հարցը, որոնք լսում են հարցը, վերջին հաշվով առաջանում են բազմաթիվ տարբերակներ։ Այդ բազմաթիվ տարբերակները սկսում են քննարկվել եւ տեղի ունենում մի երևույթ, որը ցավոք սրտի ես պետք է մի քիչ շեղվելով ենք ասում, Քենեդի սպանության հետաքննության երևույթն է տեղի ունենում։ Այսինքն առաջանում են այնքան վերսիաներ, որոնք ամեն օր են առաջանում, որոնց հետազոտությունը վերջնական արդյունքով դառնում է ուղղակի անհնարին։ Եվ այսպես մոռացվում է այդ ամենը, եթե չկա գլխավորը, եթե չկա ոտքի կանգնած ժողովուրդը, եթե չկա իշխանության գլխավոր կրողը, եթե իշխանության գլխավոր կրողը ոտքի կանգնած է, փոփոխությունները միանշանակ են, նա այդ փոփոխությունները անցնում են սահուն եւ վերջապես ժողովուրդը ստանում է այն, ինչը ինքը ուզում է, հետո կհիասթափվի դրանից չի հիասթափվի, դա արդեն ուրիշ հարց է, բայց չհիասթափվելու նորից միակ գրավականը մնում է կանգնած ժողովուրդը։ Ժողովուրդը կանգնած է, ոչ մեկը չի վերցնում կաշառք։ Ժողովուրդը կանգնած է, չինովնիկը չի կարող քթից բռնած մեր քաղաքացուն 10 անգամ տանել բերել, մինչև գրպանից պոկի ինչ-որ գումար։ Ժողովուրդը կանգնած է, ուրեմն նրա կարևորագույն կրողները, ինչպիսիք են բուհերի աշխատողները, արխիվների աշխատողները, դասատուները, ում առջև պետք է գլուխ խոնարհենք մենք, որովհետև այս ամենը մենք ունենք ելնելով նրանցից, հավատացեք, ինչքան էլ հանճարեղ ճառեր մենք արտասանենք այստեղից, սերունդներ չեն դաստիարակվում, սերունդները դաստիարակում են այդ դասատուները։ Եթե այդ մարդիկ գտնվում են անապահով վիճակում, ուրեմն վտանգված է մեր պետությունը։ Եթե ժողովուրդը կանգնած է, չի կարող վտանգված լինել, որովհետև բոլորը հասկանում են, որ գլխավոր կրողները տվյալ պետականության, տվյալ պետության, տվյալ իշխանության աշխարհին խոսք ասելու հնարավորությունը պետք է սպասարկվի երկրի ներսում։ Ժողովուրդը պետք է լավ ապրի, ժողովուրդը պետք է ապրի այնպես, որ հնարավորություն ունենա եւ կրթություն տալ, եւ բուժօգնություն ստանալ եւ երբեք չկասկածել, որ իրավական օգնությունը իրեն ցույց կտրվի հատվածաբար կամ ընտրովի։ Նա պետք է չվախենա իր ոստիկանից, նա չպետք է վախենա իր հատուկ ծառայությունների ներկայացուցիչներից։ Բայց քանի որ մենք գործ ունենք համախառը իշխանության մի յուրօրինակ տարբերակի հետ, որտեղ բոլոր թևերը խառնվել են իրար, չնայած հայտարարում ենք, որ նրանք տարանջատված են եւ դե յուրե տարանջատված են, բայց դե ֆակտո նրանց փոխթափանցումը հանգեցնում է նրան, որ իշխանությունը համարում է իրեն, այսպես կոչված ավտոնոմ ընթացք ապահովող յուրօրինակ կոնգլոմերատ։ Եվ այս տեսակետից, եթե ժողովուրդը կանգնած է, եթե նրա բողոքի ալիքը բարձր է, անվիճելի են, որ փոփոխությունները պետք է լինեն արագ, սահուն եւ կտրուկ։ Շնորհակալություն, խնդրեմ մոտեցեք։ Արուս Հակոբյան, թերթեմ լրատվական կայք, հարցս ուղղում եմ պարոն Վարդանյանին։ Որտեղ է։ Պարոն Վարդանյան, դուք նշեցիք, որ չեք կարծում, որ իշխանությունները ընդառաջ կգնան պարոն Հովհաննիսյանի առաջարկներին, ինչպես նաև ամսի 9-ի հավաքի մասին նշեցիք, որը դեռ հստակ որոշված չէ։ Այլ տարբերակներ այդ առաջարկներն ընդունել տալու հետ կապված ունեք, այլ քայլեր առաջարկներ կան ձեր կողմից։ Շնորհակալություն։ Պատասխանելով այդ հարցին ես հավանաբար կրկնեմ նախորդ զեկուցողի միտքը այն մասին, որ բոլոր տեսակի հարցերը ստեղծված իրավիճակում կարող են լուծում ունենալ միայն ժողովրդի կամքով եւ ուրիշ ոչ մի ձև ու տարբերակ գոյություն չունի։ Այս իշխանությունները, ինչպես եւ ցանկացած այլ իշխանություն, նման բնույթի իշխանություն, երբեք կամավոր իշխանությունից չեն հրաժարվի եւ չեն հեռանա։ Եվ ոչ մի պորտֆել, ոչ մեկին չեն նվիրի, ոչ էլ կհատկացնեն, որովհետև շատ լավ հասկանում են, որ այս իշխանությունները շատ լավ մի բան են հասկանում։ Իշխանությունից զրկվելը իրենց համար փաստորեն դա մահի հավասար պատիժ է նշանակում։ Նրանք շատ լավ դա հասկանում են։ Հիմա այլ բան է, որ գուցե մեր ժողովուրդը այսքան ժամանակ մարդկանց հետ շատ եմ զրուցել, շատերն ասում են այ մարդ, ինչքան կերել են, ինչքան լափել են, թող հետները վերցնեն, ռադները քաշեն գնան։ Թող գնան այնտեղ վայելեն։ Թողնեն այս խեղ ժողովուրդը հանգիստ նորմալ ապրի։
Եվ վերջնական նորից եմ ես ձեր հարցին պատասխանում, ես չգիտեմ թե ինչպես կարձագանքի Բաղրամյան 26-ը պարոն Հովհաննիսյանի ներկայացրած առաջարկներին, բայց մի բան շատ լավ գիտեմ, որ վերջնական լուծումը տալու է մեր ժողովուրդը, մեր ժողովրդի կամքն ու միասնությունը։ Այդքանը։ Շնորհակալություն։ Ուրիշ հարցեր լրագրողների կողմից։ Եթե ոչ, ես միջև ունեմ երկու հատ հարց մնացածից կողմից, բայց եթե նորից հարցեր կան, խնդրում եմ գրեք, որ փոխանցեք ինձ, միջև այդ դրանք կազմավորելը։ Մի հատ հարց ձեզանից, որը մեկ եթե ուզում եք, խնդրում եմ պատասխանեք։ Հայաստանում դուք քիչ առաջ նշեցիք սրա մասին, Հայաստանում ես շատ եմ լսում, որ այս մարդիկ իշխանության են եկել բիզնեսի համար։ Հիմա եթե այդ բիզնեսը այդ շահերի բախում է, եթե տարանջատվի, այսինքն եթե այս մարդը ավելի շատ հետաքրքրված է ոչ թե իշխելով, այլ բիզնես անելով, ու այդ մարդուն տրվի immunity բիզնես անելու, բայց չիշխելու, էդի դա լուծում է ձեր կարծիքով, թե ոչ։ Գիտեք ինչ վերաբերում է բիզնես իշխանություն հարաբերակցությանը եւ այդ շրջանակում հարաբերություններին, ապա դրանք տարանջատելը հնարավոր չէ։ Եվ այդ մարդիկ ոչ թե եկել են բիզնես անելու համար եկել են իշխանության, այլ ուղղակի այդ նույն իշխանությունը ընկալում են որպես բիզնեսի գործիք։ Դա միակ գործիքն է բիզնեսի իրենց համար, որովհետև ես չեմ կարծում, որ ձեզանից որևէ մեկը այստեղ կարող է մտածել, որ օրինակ լֆիկ սամոն շատ խելացի ձեռներեց է կամ գործարար է։ Ոչ, նա հասարակ փողոցային մի հատ ինչ-որ թափթփուկ է, որը հիմա որը իրավունք է ստացել եւ հնարավորություն ունի գնա այնտեղ կոպեկներով ժամկետնանց ինչ-որ ապրանքներ բերի, առնի, բերի ստե իր սուպերմարկետները լցնի, տասնապատիկ գներով ծախի։ Այդքան բան, սա բիզնեսի հետ ոչ մի կապ չունի։ Իր գործողությունները բիզնեսի հետ որևէ կապ չունեն։ Այնպես ճիշտ այնպես ինչպես կապ չունեն բիզնեսի հետ այդ բենզալցակայանները, գազալցակայանները, այդ մարշրուտնի տաքսիները, ով ասեց, որ ինչ-որ մեկը, Պողոսը, Պետրոսը կամ Կիրակոսը պետք է 1, 2, 3 կամ 4 գիծ ունենա մարշրուտնի։ Ինչի համար։ Այդ որ իր սխրանքի համար։ Դա ինչու չպետք է լինի մունիցիպալ սեփականություն։ Ինչու դա չպետք է իշխվի եւ վերստուգվի պետության կողմից։ Այդ դեպքում արդեն մարշրուտի գինը ոչ թե 100 դրամ կլինի, այլ 50 դրամ կլինի։ Իսկ այդ վարորդի աշխատավարձը ոչ թե այդ խեղճուկ մի քանի կոպեկ է կլինի, այլ երրապատիկ, քառապատիկ ավելին կլինի։ Եվ ամեն ինչը նորմալ կլինի։ Որովհետև դե քանի որ իշխանությունը իսկ մեզանում այդ ավանդույթը դեռ խորհրդային տարիներից է գալիս, դուք շատ լավ հիշում եք, որ ռայկոմի քարտուղարներ, то չգիտես, նույնիսկ եւ հրահանգիչներ, ինչ որ զանազան մարմիններում, պետական եւ կուսակցական մարմիններում աշխատող մարդիկ, մենք նրանց ընդունում ենք որպես նորմալ, շատ լավ ապրող եւ դա ընդունում ենք որպես ինչ որ մի իրողություն։ Եթե ինքը ռայկոմի քարտուղար է, ուրեմն ինքը հարուստ պետք է լինի։ Եթե ինքը նախարար է, ուրեմն հասկանալի է, որ նա պետք է հարուստ լինի։ Մի քանի մեքենա պիտի ունենա, պիտի ճանապարհորդի ամբողջ աշխարհով մեկ, պիտի բուժվի ամենալավագույն սանատորիայում եւ այլն եւ այլն։ Այդ ավանդույթը փոխանցվել է։ Դուք տեսաք ինչ արեցին ՀՀՇ-ները եփորեկան իշխանության։ Առաջին հերթին ինչ արեցին։ Այդ տխրահարճակ վաուչերիզացիան ինչ է նշանակում։ Ամբողջ ժողովրդի կողոպուտ։ Մի 10%-ը իրանց հյուրայինները, իրանց խավոր սանիկները, իրանց այն ընկերները դարձան սեփականատերեր, հասարակության ունեցվածքի գերակշռող մեծամասնությունը դրեցին իրանց գրպանները, մնացածը դառան չասիբ ու աղքատ։ Այդ աստեղ ոչ մի հանելուկ չկա։ Բանկի փողի մասին չեն խոսում։ Գիտեք, բանկը որ դուք ասեցիք, ինձ հիշեցրեցիք մի իրողություն, որ ուղղակի ամոթալի է մեզ համար, էլի։ Այսօր էս աղքատ, խեղճ ու կրակ երկրում ամեն քայլափոխին բանկ է եւ գրավատուն է։ Ու լիքը կազինոներ։ Սա ինչ է նշանակում։ Կազինո էլ կա, որ անունը դրել են սենատոր, այդ հիմարները առանց հասկանալու։ Ուրեմն դեռ սենատորները օր ու գիշեր այդ կազինոներում վերընկած են։ Իհարկե հարցը այնպեսին է, որ չի կարող չարձագանքել, ինքը բավականին լուրջ հիմքեր ունի
Եվ ոչ միայն մեր երկրում, այսպես ասենք, էլի։ Իմ համար ամենաիդեալական տարբերակը այս տեսակետից մնում է մեկը։ Ամերիկայի օրինակից էլի բերեմ ամերիկյան պատմությունից օրինակ, երբ որ Ֆրանկլին Ռուզվելտը եկավ իշխանության եւ աներևակայելի ճգնաժամային վիճակ էր, նրան որ հարցրեցին ինչ եք մտադիր անելու, որ գործերը շտկեք։ Նա ասեց բավականին պարզ մի բան։ Այնպիսի իրավիճակ եմ ստեղծելու, որ բիզնեսը չուզենա արտահայտված լինել իշխանության մեջ եւ հակառակը իշխանությունը չուզենա արտահայտված լինել բիզնեսում։ Այսքանով ավարտվում է այսպես կոչված երկիրը կարգի բերելու շատ սեղմ ձևակերպումը։ Սակայն մեզանում տեղի ունեցել նաեւ ուրիշ բաներ, հա, մեզ պարբերաբար ասել են, որ պետք է տեղի ունենար հենց այսպես, որովհետեւ լիբերալիզացիան, այսպես կոչված լիբերալ գաղափարաբանությունը հիմք որպես ունի կապիտալի նախասկզբնական կուտակումը, որտեղ մարդիկ պետք է լինեն հանցագործ, կիսահանցագործ, պետք է կուտակեն ամեն գնով, որտեղ պետք է առաջանան որբեր եւ այլն եւ այլն եւ այլն։ Այս ամենը հասկանալի է, ասենք, այնպիսի դեպքերում, ինչպիսին է, ասենք, Ամերիկայի Միացյալ Նահանգները կամ Ռուսաստանը, այսինքն հսկայական երկրներ, որտեղ առանձին վերցրած հատվածում, եթե խախտվում է արդարացիությունը, ժողովուրդը արտահայտում է մեկ այլ հատված, եթե Ամերիկայում դա վայրի արևմուտքներ, պայմանական ասած, Ռուսաստանում անցայրացիր Սիբիրը, որտեղ կարելի է ծավալվել, բայց մեզ նման երկրներում այդպիսի վայրագ լիբերալիզացիա անցկացնելը, որը շատ փոքր է, բնակչությունը նրա մեջ տեղավորված է դժվար։ Ինչ պետք է տեղի ունենա, եթե չկա Սիբիր, չկա վայրի արևմուտք, ժողովուրդը պետք է արտահոսի։ Եվ այս տեսակետից իմ խորին համոզմամբ մենք պետք է ուղղակի չսկսենք նրանց որ հիմա ոչ մեկը քարի կացինը չի վերցնում գնա ծառը կտրի, որովհետև ինչ որ ժամանակ վաղնջական շերտում նրա նախնյաց սպարս չի, որ 1000-րդ նախները քարե կացնով են կտրել ծառը։ Այսինքն կամ մենք ներկայիս մակարդակով ենք գործերին փորձում տիրապետել եւ իրականացնել գործը, աշխատանքը մեր, կամ թե չէ մենք հանգելու ենք այսպիսի անհասկանալի իրավիճակի, ողբերգական ես կասեի իրավիճակի։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ բանկից փողերը կորան, այո, բանկից այդ փողերը պետք է կոչեն, որտեղ ընթացավ համընդհանուր թալան։ Բայց այսօր, երբ որ խոսում ենք այդ մասին, մենք պետք է ունենանք իշխանություն, որը առաջին անհրաժեշտության վաճառքի ապրանքներից մասնահանում կատարի պետական այդ պարտքը փակելու համար, դա պետք է այդ պետական պարտ եւ նրա փակելը պետք է լինի ամենօրյա, այսինքն Երևանում պետք է կանգնած լինի տաբլո, որի վրա ամեն օր գրվի, որ այսօր բենզինի վաճառքը եղել է այսքան, դրանից մասնահանումը այդ գումարը այդ պետական պարտքը փակելու համար այսքան է, այսօր Երևանում կարտամթերքի վաճառքը այսքան է եղել, դրանից մասնահանումը այսքան է, այսօր Երևանում հացամթերքի վաճառքը եղել է այսքան եւ դրանից մասնահանումը այսքան է։ Եվ ստեղ ոչ մեկը չի գա բողոքելու, թե այս ինչ է, որովհետեւ կտեսնեն այդ դինամիկան, կտեսնեն, որ այն ինչը որ թալանվել է, այն ինչը որ բառից բուն իմաստով տարել են մարդկանց ձեռքից, նոր եկող իշխանությունը վերադարձում է, փորձում է վերադարձնել ըստ ամենայնի։ Հակառակ դեպքում մենք անդադ խոսալու ենք, որ տարան, անդադ ասում են դե պետք է տանեին, բա ինչ պետք է լիներ, այնա այսպես կոչված կապիտալի նախասկզբնական կուտակումը դա ենթադրում է, էլի պետք է մարդկանց ձեռը կապիտալ լինի, որ գործանեն, չէ՞, բա որ չտանեին ձեզնից ումից պիտի տանեին։ Այս առումով դա կամ պետք է լինի այդի բացահայտ հրապարակային գործընթաց, իրա բաց ռեստորային ամենօրյա ընթացքով։ Այսօր այս ինչը ստացավ, այսօր այս ինչ պապիկը ստացավ, որը մեռնելու վրա է, պետք է ստանա այդ մարդը, բա ինչ պետք է անի։ Բա ինչի համար է այս Հայաստանի հանքերում իր կյանքը դրել։ Ինչի այդ ծանր տառապանքներով կուտակել այդ գումարը։ Դա մեր պարտքն է։ Եվ որպես պարտք մենք պետք է ամեն օր կարողանանք տալ, բայց դա կարողանանք տալ մենակ այն դեպքում, երբ որ հնարավորություն կունենանք իրականացնել ընդհանրական համապետական ծրագիր։ Ոչ մի բարերար չի գալու այդ փողը փակի, հավատացու ինչի՞ պիտի գա փակի։ Դա այս երկրի մեր հայոց պետության պարտքն է իր քաղաքացիներին, ինչպես եւ քաղաքացիների ժառանգներին։ Շնորհակալություն։ Հետևյալ երկու հարցերը նույն ձեր պատասխանները ինձ թվում է որոշ չափով, եթե ոչ ամբողջովին սրանց անդրադարձել են, բայց
պետք է նշել։ Ուրեմն հարգելի ընդդիմադիրներ, ուզում եմ հայտնել հետևյալ մտահոգությունը։ Ուրիշ երկրներում սկզբից ունենում են, հետո են անցնում որևէ պաշտոնի։ Այստեղ ոչինչ չեն ունենում, գալիս են տրեխներով եւ կարճ ժամկետում հանում ահռելի հարստություններ, հասնում ահռելի հարստությունի, հանքերի, շենքերի եւ այլն։ Չեխիայի վարչապետը աշխատելուց հետո կառուցել է մի համեստ ամառանոց։ Ժողովուրդը պայքարել է եւ պահանջել են հրաժարականը, իսկ հրաժարականից հետո ժողովրդին պարզաբանել են կառույցի աղբյուրները, ուզում եմ իմանալ հանրապետականի հատկապես կարկառուն դեմքերի անսահման հարստությունների աղբյուրները որոնք են եւ ինչու միջև պաշտոնի անցնելը չի լինում, իսկ հետո որտեղից է լինում։ Բա դրանք հաշվետվության տալու տեղ չունեն, թե ինչ ընդունեցինք, ինչ ավելացավ եւ ինչ մնաց հասարակ թվաբանություն։ Փորձեք դուք Հալավ, ես բոլորիս համար պարզ է, որ եթե լինի արդարացի ընթացք, որևէ մեկը հանկարծակի այդպիսի հարստությունների տեր չի կարող դառնալ, եթե իհարկե չկան դրա հիմքերը։ Եթե ասենք կա մեկը, որը հանճարեղ մի ճեղքում է կատարել գիտության որևէ ոլորտում եւ ձեռք է բերել հարստություն, դրանից եկած, այսպես կոչված նորույթը վաճառելու արդյունքում դա հասկանալի է։ Բայց մեզանում այդպիսի բան չկա։ Մենք չգիտենք, որ այդպիսի բաներ տեղի են ունեցել, հասարակությունը անտեղյակ է, թափանցիկություն այդ հարցում չկա, եւ կան անհասկանալի մեծ ունեցվածքներ անձանց ձեռքին, ովքեր պետք է որ չունենային, եթե խոսքը վերաբերում է այս կամ այն կառույցին, դրանք մի կողմ ամենուր կարող են դրանք լինել, որտեղ դրանք ոչ միայն այս կամ այն կառույցի պատկանելությամբ, նաեւ այս կամ այն հարաբերությունների արդյունք են, որոնք կարող է կառույցից էլ չլինեն, բայց ունեն հարաբերություններ, ունեն հովանի, ունեն հովանավոր եւ ի վիճակի են այդ ամենը անել։ Հիմա եւս մեկ բան էլի։ Երբ որ մենք ստեղծելու ենք նոր իշխանություն, նոր իշխանության կարևորագույն ատրիբուտը պետք է լինի մեկ բան։ Չի կարելի բացարձակ անթափանց իրավիճակներում այսպիսի ընթացքներ երկրում ունենալ։ Կամ այդ մարդիկ չկան, կամ այդ ընթացքը չկա, կամ թե չէ երկրում ինչ որ բան կարգին չէ։ Սա յուրօրինակ ինդիկատոր է։ Եթե մարդիկ անաշխատ, փաստորեն այդտեղ չաշխատված եկամուտներ ունեն, դա խնդիր է ամբողջ հասարակության համար, որովհետև եթե կա մեկը, որը ունի, ապա ինչի պետք է չլինեն նաև ուրիշները, որոնք ունեն։ Արդարացիությունը որպես այդպիսին խախտվելու դեպքում որևէ սահմանափակում չի կարող ունենալ։ Նա խախտվեց, ընթանալու է մինչև վերջ։ Եվ վերջին հաշվով մի բան էլ հաշվի առնենք, էլի, մենք ապրում ենք խառնակ ժամանակներում։ Ես խնդրում եմ այս բանը հիշենք բոլորս, էլի։ Խառնակ ժամանակներում։ Ժամանակներ, երբ որ ձևավորված էլիտան փոխադարձ հարաբերությունների մեջ անգամ իր ներսում ազնիվ չէ։ Ժողովրդի համար, մի ստվար հատվածի համար այս էլիտան վերեացվում հերոսների եւ այլնի։ Եվ այս մարդկանց անազնիվ վարքագիծը փոխանցվում է հասարակությանը։ Հասարակությունը սկսում է անբարոյականանալ կամ ապաբարոյականանալ։ Այստեղից ի հայտ է գալիս այն ամենը, որ կարելի է թալանել եւ դրա համար պատասխան չտալ։ Այս ամենը բոլոր երկրներում, անկախ նրանից դա կլինի Բրազիլիան, կլինի Ֆրանսիան, կլինի Ռուսաստանի խառնակ ժամանակները, ավարտվում են մեկ բանով։ Բարոյապարկեշտ մարդկանց միավորման առանցքի շուրջը ժողովրդի համախմբմամբ, որտեղ ժողովուրդը այդ քստմների ստոր զգացումների կրողը չի կարող լինել։ Ժողովուրդը համընդհանուր թալանի կրող չի կարող լինել։ Ժողովուրդը որփի բերանից հացը պոկելուն երբեք չի կարող դիտել որպես դրական ակտ։ Եվ ժողովուրդը, երբ որ դրեց իր դրվածքը, երբ որ ալիքը եղավ այն բարձրության, որ հաղթահարելի չեղավ, ամեն ինչ փոխվում է եւ հասարակությունը խառնակ իրավիճակից դուրս է գալիս շատ արագ։ Եվ բոլոր այս արատավոր երևույթներն էլ մնում են անցյալում։ Հարգելի պարոնայք, ինչ է նորից այս հարցին դուք անդրադարձաք, բայց ես սրանք ավելացնեմ մյուս կողմը եւ կփորձեմ երկու կողմին անդրադառնալ։ Ինչ է սպասվում,
այն միջոցներին, որոնք մեր երկրից կեղեքել են օլիգարխ թալանիչները եւ լցրել են արտասահմանյան բանկերը։ Նախատեսում եք արդյոք թալանված գումարների վերադարձը մեր երկիր եւ չհամեմատենք կուլակաթափության հետ, հարգանքով Լորեցի տարեց մարդ։ Ես հարցի մյուս կողմն էլ տամ, եթե թույլ կտաք, ուրեմն այս հետ վերցնելու կամ անձնական գույքը նորից ազգայնացնելու կամ այդ process-ը տարբեր երկրներում արել են, լատինամերիկյան երկրներում եւ արդարությունը հաստատելու ցանկությամբ, երազով եւ արդյունքում երբեմն ստացվում է այն, որ դրսի ներդրումը եթե մի քիչ էլ կար առաջ, այդ էլ չի լինում ու խորը recession-ի մեջ է մտնում տնտեսությունը, որովհետեւ վախենում են օրդնողը, որ այս քաղաքական գործիչները, եթե նրանց արեցին, բա մեզ ինչ կանեն, եւ այն աճը, որ սպասում են մարդիկ, տեղի չի ունենում, քանի որ արդարություն է ճակերտավոր վերականգնվել։ Խնդրում եմ անդրադարձեք այս։ Դուք երևի սկսեք։ Մի պարզ իրողություն։ Տարիներ շարունակ, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի եւ ոչ միայն Ռուսաստանի զանգվածային լրատվամիջոցներում հայտարարություններ են եղել բացեի բաց անուններով, հայրանուններով, ազգանուններով, պաշտոններով, գողացածի քանակներով եւ այլով, որոնց պատասխանը չի եղել, հերքումը չի եղել։ Մասնավորապես Հայաստանի երկրորդ նախագահի ունեցվածքը զանազան աղբյուրներից գնահատվում է մինչև 4.5 միլիարդ դոլար։ Սա այսօրվա մեր արտաքին պարտքն է, Հայաստանի արտաքին պարտքն է։ Հիմա այդ նույն նախագահի իշխանավարության ժամանակ մենք ուրեմն որպես պետություն Հայաստանը 96 միլիոն ընդամենը խեղճուկ գումար եմ ասում, չէ՞ նրա համեմատությամբ։ 96 միլիոն ընդամենը պարտքի դիմաց Ռուսաստանին ստիպված եղան գրեթե ամբողջ մեր էներգետիկ համակարգը հանձնել Ռուսաստանի տնօրինությանը։ Սա ինչպես կարելի է գնահատել, ինչ մեկնաբանություն կարող է այստեղ լինել։ Ես բերեցի միայն մի օրինակ։ Դժվար չէ պատկերացնել, թե մեր այսպես կոչված անկախության տարիներին որքան է թալանվել ընդհանրապես։ Հավանաբար տասնապատիկ։ Եվ այդ գումարը բավարար կլինի ոչ միայն արտաքին պարտքը մարելու, այլ մեր տնտեսությունը ոտքի կանգնեցնելու, սոցիալական հարցերը լուծելու, բանկային այդ բոլոր այդ ավանդները, ներդրումները եւ այլոք ամեն ինչը արդարացիորեն իրականացնելու եւ ժողովրդին հանգստացնելու եւ Հայաստանը առաջ մղելու։ Միջոցները տարբեր են։ Իհարկե մի շարք երկրներում, ինչպես որ դուք նշեցիք, այդ process-ները տեղի են ունեցել։ Գոյություն ունի միջազգային օրենքով սահմանված մի այնպիսի տարբերակ, երբ ուրեմն ապօրինի ձեռք բերած ֆինանսական միջոցները, որոնք իհարկե գտնվում են ոչ թե մեր խղճուկ հայկական բանկերում, այլ արտասահմաններում, դրանք ուղղակի սառեցվում են։ Եվ վերջ, մնում է միայն ապացուցել, որ այդ բոլոր միջոցները ձեռք են բերված ապօրինի ճանապարհներով։ Եվ ուրիշ ոչինչ։ Այնպես որ այստեղ որևէ գաղտնիք չկա, որևէ խնդիր չկա առանձնապես։ Նորից ու նորից եմ ասում, ժողովուրդ ջան, եկեք մենք մի բան հասկանանք, էլի։ Ոտքի ենք կանգնել, բոլորս պիտի ոտքի կանգնենք, բոլորս։ Եթե մենք ինքներս մեզ հարգում ենք, եթե մենք ինքներս հարգում ենք մեր արժանապատվությունը եւ մտածում ենք մեր երեխայի վաղվա օրվա մասին, ուրեմն եկեք բոլորս ոտքի կանգնենք, էլի։ Մեզանից միայն դա է պահանջվում։ Ո մենք չենք ասում քլունգ ու տապորը վերցրեք ընկեք մեյդան։ Չէ, մենք ասում ենք կանգնեք, կայուն, հստակ ու միասնական եւ կհասնենք հաղթանակին։ Դրանում ոչ մի կասկած։ Ուղղակի էս էլի անջատ, էս ձեռ եմ տալ թե չէ անջատ։ Ուղղակի վերջի մասի հետ կապված հարցի նշեմ, որ հա այդպիսի բաներ եղել են, երբ որ տեղի է ունենում, ասենք, թալանված անգամ սեփականության օտարում, ինչ որ ժամանակ տվյալ երկրներում
որոշակի ճգնաժամ է լինում, որովհետև ներդրումներ չկան, արտ երկրիա բիզնեսը կասկածով է մոտենում, ուրեմն Ժորժ ջան, մեր ամբողջ խնդիրը հենց դրանում է կայանում, որ մենք իրականացնենք այնպիսի փոփոխություններ, որոնք անվստահություն չառաջացնեն։ Մենք խնդիրը չենք բերում նրան, որ պետք է մարդկանց գնդակահարել, չգիտեմ, գրաբ նագրաբլեն է, ինչպես ասում են, թալանեք այն ինչը որ թալանել են, Աստված հեռու տանի, այսպիսի բան ոչ պետք է, ոչ էլ դա էֆեկտիվ է։ Ուղղակի նշեմ, որ հայ ժողովուրդը այսօր շատ ավելի մեծ է արտ երկրում, քան իր երկրում։ Այսօր մոտավորապես 4 ծնվող երեխաներից 3-ը ծնվում են արտասահմանում։ Այսպիսին է ցավոք սրտի իրավիճակը եւ ստատիստիկան, վիճակագրությունը։ Այդ արտասահմանում գոյություն ունեցող կապիտալները այսօր մի ընդհանուր խորագրով կարելի է ասել, որ ասում են no business in Armenia, այսինքն չկա, բիզնես Հայաստանում չի կարող լինել։ Մենք պետք է իրականացնենք ազնիվ անցումներ, որոնց բնաբանը պետք է լինի այսպեսին, բիզնեսը պետք է լինի մի ոլորտ, որտեղ խելացին պետք է ախտի հիմարի։ Բիզնեսը չի կարող լինել մի ոլորտ, որտեղ պետական հովանավորությամբ կամայական խելքի տեր մարդուն կարան սննկացնեն 2 օրվա ընթացքում։ Երբ որ այս բանը առաջին հերթին, իսկ մենք մեր հայրենակիցներն ունենք, որոնք դա ոչ թե դա պետք է իրենց բացատրել, նրանք դա զգում են։ Եվ թե ինչպիսին կլինի, ասենք, դրամագլխի մուտքը Հայաստան դրանից հետո, միայն կարելի է ենթադրել, որ դա աներևակայելի չափերով կգերազանցի ներկայիս իրավիճակին։ Եվ վերջապես մենք հնարավորություն կունենանք այդ մեծ պոտենցիալը իրականացնել որպես բարձրակարգ պաշտպանված ազգային պետություն։ Հարցեր եթե չկան, բանավորել կարող ենք, միայն խնդրեմ հարցի հարց, ոչ թե չեն, սիրով, այդտեղից ես կկրկնեմ, ասեք ես կկրկնեմ, բայց հարց, Շատ շնորհակալություն հնարավորության համար, շատ շնորհակալ եմ ձեզանից։ Հաճախ հնչում է կառուցողական առաջարկներ, հաճախ հնչում է կառուցողական առաջարկներ, ես բետոնով եմ ուզում ուղղակի կառուցողական, պարոն Խաչատրյան, դուք ասեցիք այն առանցքի մասին, որը չի կարելի ձեռ տալ մոխրանումը եւ ես ուզում եմ որպես առանցք մեկ հարց ձեզ տալ, ինչպես եք դուք վերաբերվում մեկ հիմնարար, մեկ հիմքային սկզբունքի առանցքային, որը իրոք ական կարող է հանդիսանալ եւ այդ սկզբունքը իշխանության համենայն դեպս ինձ ամենահաջողված տարբերակն է դա Պողոս Առաքյալի Աստվածաշնչում տված հարցն է, բնորոշումն է, այս կլասիկ բնորոշումը իշխանությունը գոյություն ունի խրախուսելու բարին անողին եւ պատժելու չարը անողին իբրև առանց ինչպես է Երբ դուք բարձրացրեցիք ամենածանր հարցերից մեկը ներկայիս, հիմնականում այն պատճառով, որ ցավոք սրտի միայն Հայաստանով չէ, աշխարհով մեկ բարին ու չարը սկսել է խառնվել իրար։ Եվ երևի թե գոյություն ունեն ինչ-որ կենտրոններ, որոնք ուզում են, որ բարին ու չարը խառնված լինի իրար, որպեսզի այդ այսպես ասած տղմոտ ու խառը պղտոր ջրում իրենց ձուկը որսան։ Յուրաքանչյուր պետություն այնքանով է իր ժողովրդի ծառան, այնքանով է նպաստում զարգացմանը, որքանով որ հետևում է ձեր ասած սկզբունքին։ Այսինքն այն սկզբունքին, որ օրենքի առջև բոլորը հավասար են։ Բիզնես իրավիճակը ինչ որ ասենք պետք է լինի այդ։ Խելացի մարդը պետք է հաղթի անխելք մարդուն։ Չի կարող այլ կերպ լինել։ Մեզանում հակառակն է, եթե փորձեք նայել, կտեսնեք, որ այս ինչ աբսուրդ իրավիճակ է։ Այս ոնց կլինի այսպես։ Ուրեմն ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ ինքը պետությունը պետք է սպասարկի բարձրակարգ ուղեղների առաջ գալը եւ նրանց ընթացքը։ Էս էլ գիտեք, մի այսպիսի բան է, որ ես բուհական աշխատող եմ, Աստված գիտի արդեն քանի տարի ես եմ մոռացել։ Ես ամեն անգամ մտածում եմ, որ դե ասում ենք, որ դպրոցի գործերը վատ են, ասում ենք, որ բուհական խնդիրներ կան, բան ամեն սեպտեմբերի 1-ին կգան դեբիլ երեխաներ։ Կգան երեխաներ, որոնք
ունակ չեն լինի։ Բայց ամեն անգամ հավատացնում եմ ձեզ ես մեծ հուզումով ներքին տեսնում եմ, որ եկել են ֆանտաստիկ բյուրեղներ, այնպիսի բնական ուղեղներ, որոնց համեմատ շատ դժվար է պատկերացնել, թե որտեղից են։ Նրանք չունեն մրցակիցներ բնության մեջ։ Կուղարկեք Օքսֆորդ, այնտեղ դասախոս կդառնան, կուղարկեք Լոմոնոսովի համալսարան, այնտեղ դասախոս, Սորբոն, Ել, կապ չունի որտեղ։ Այդ բարձրակարգ ուղեղները ամեն տեղ չի որ կան։ Բա մենք ունենալով այդ ամեն ինչը ի վիճակի չլինենք պետական նպաստ բերել դրան եւ հանգեցնել նրան, որ հասարակության մեջ գոյություն չունենա այն չարը, որը ժողովրդի աչքում դիտվի անպատժելի։ Այս երկու բանը ժամանակին մի շատ խորը մի ընկեր ունեի արտերկրից, երբ որ եկավ Հայաստան, իզի շատ տարիքով մեծ, շատ խորը մի անձնավորություն, ինքը Հայաստանից գնալուց ինձ մի բան ասեց, էլի, ասեց դուք դժբախտ ժողովուրդ եք։ Շատ զարմացած է, սովորականի նման եկել է, մանա եկել, հիմա պատիվ ենք տվել, ինքը պատիվա վերցրել, ինքն էլ է մեզ մեր երկրում պատիվ տվել։ Եվ հանգած ասում է դուք դժբախտ ժողովուրդ եք, իմ համար շատ զարմանալի էր, ասի ինչի, ասեց որովհետև դուք երբեք հաճույք չեք ստանալու այն բարձրակարգ ուղեղներից, որոնք կան ձեր ուսանողների մեջ։ Շփվել էր։ Ասես եթե մեր երկրում լինում է թեկուզ դրանցից մեկը, նրան շրջապատում են գորովանքով, ջերմությամբ, փորձում ենք առաջ մղել, որտեղ աշխարհի առաջ նա է ներկայացնելու մեր երկիրը։ Մեր սերունդը արդարացված է լինելու իր գոյությամբ, որտեղ մեկ հանճար թեկուզ կարողանա ծնելու, աճեցնել։ Երկրորդը ասես դուք դժբախտ եք, որտեղ դուք երբեք չեք զգում են հավասարության զգացումը, որը ձեր առօրյայում կենցաղում է նստած։ Որտեղ քո ընկերը կարող է գալ նստել սեղանին առանց հարցնելու, նաև կարող է բացել դուռը մտնել իմ վարորդը, որին ես վարձել եմ Հայաստան աշխատելու, ինչ չհարցնի, գա նստի, որտեղ ձեր մոտ դա ընդունված չի։ Դուք հավասար մարդիկ եք։ Ինչքան կա անցնելու Եվրոպային, որ այսպիսի գիտակցություն կարողանա պատվաստել իր մեջ բնակվող զանգվածին։ Եվ վերջապես ասեց երրորդը, ես ինչքան խոսացի, հասկացա, որ դուք բացառիկ ժողովուրդ եք, որովհետև անգամ թուրքերի հանդեպ ինստինկտիվ, զոոլոգիական ատելություն ձեր մեջ չկա։ Ոչ մի ժողովրդի հանդեպ չկա։ Դուք բնածին ինտերնացիոնալ ժողովուրդ եք։ Ես այսպիսինը չեմ տեսել։ Այնպես որ այն ամենը ինչը որ մենք ունենք, եթե մենք ունենանք համապատասխան իշխանություն, որը սպասարկի այդ ամենը հավուր պատշաճին, մենք կհասնենք նրան, ինչի մասին որ երազել ենք, ինչի մասին երազել են 100,000 մարդիկ, որոնք զոհել են իրանց կյանքը։ Բայց եթե մենք շարունակենք այն, ինչը որ հանգեցնելու է նոր արտագաղթի ալիքների, մենք կարող է վտանգի տակ դնենք եւ պետությունը եւ ազգի գոյությունը, որովհետեւ այստեղով է որ կա այդ ազգը, հավատացեք, եթե նրա 4-5-րդը կամ 3-րդը գտնվում արտասահման, դրանց ոչ մի լավ բան չկա։ Այս բուծարանը պետք է միշտ եղել է, այս բուծարանը միշտ այստեղ հայերը վերարտադրվել են։ Եթե հանգարց այստեղ հայերը չվերարտադրվեցին, այն արտասահմանյան հատվածներն էլ տարալուծվելու են գնա։ Եթե ուրիշ հարցեր չկան, հա հարց են ուղղել, թե ուր են մտավորականները։ Ճիշտն ասեմ, իմ համար էլ բավականին բարդ է, թե ուր են մտավորականները։ Նրանք երևի թե ինչ-որ չափով կան, բայց ես կուզենայի, որ մի բան էլ լավ պատկերացնենք, էլի ամեն դիպլոմ ունեցողը չի, որ մտավորական է։ Անգամ ամեն դիսերտացիա պաշտպանածը չի, որ մտավորական է երկրից երեսին։ Եվ երբ որ Սախարովին հարցրեցին մի անգամ Անդրեյ Դմիտրիչ Սախարովին, թե այ դուք խոշորագույն մտավորական եք եւ Ռուսաստանի եւ Սովետական միության գիտնական եւ ուսյալ խավի բարոյական առաջնորդն եք։ Այ ինչ կասեք, ինչ բան է այդ մտավորականը, որի բարոյական առաջնորդը դուք եք։ Նա տվեց մի շատ հետաքրքիր պատասխան, նա ասեց մտավորականը նա է իմ կարծիքով, ով չի կարող չանել իր գործը, ում համար կոչում է դա անելը,
եւ ոչ մի նշանակություն չունի, նա մեծ աստրոֆիզիկոս է, միջուկային ֆիզիկայով է զբաղվում, թե սովորական արխիվային աշխատող է, եթե նա իր կոչմամբ չի կարող չանել այդ գործը, անկախ նրանից ինչքան է վարձատրվում, անկախ նրանից ինչպիսին են պայմանները, նա մտավորական է, որովհետև նա ունի համոզմունքների առանցք միանշանակ, եւ նրան կյանքում հետ չես տանի ու չես կոտրի։ Մենք երևի թե այս խնդիրներ ունենք, որ Հայաստանում պետք է այնուամենայնիվ երևա այդ կոչումով մտավորականների բազմությունը, անձինք ովքեր չեն կարող չանել իրենց գործը։ Մեր Ֆրունզիկ Մկրտչյանն ասում էր, տաղանդը դա նա է, որ եթե չարեց, երեսին դուս կտա։ Այ մոտավորապես այդպիսի մի բան։ Շատ շնորհակալություն պարոն Խաչատրյան, պարոն Վարդանյան, շատ շնորհակալություն։ Կհրավիրենք, եկեք բարևենք պարոն Հովհաննիսյանին։ Արկադի, Վարդան եւ Լևոն, շնորհակալություն, կարծում եմ կհամաձայնվեք սիրելի համակարգացիներ, խիստ շահեկան եւ խորաթափանց քննարկում էր։ Ողջունենք մեր զեկուցողներին։ Իսկապես շատ մտածելի շնորհակալություն։ Այս գործընթացը կշարունակվի եւ վստահ եմ, որ այսօրվա մեր զեկուցողները, ովքեր ձեզ հետ կիսվեցին, ձեզ հետ հավասար պիտի մասնակցեն այդ պայքարին, որ տանելու է այդ նպատակների իրացման, որի հավատավորն ենք եւ որի մասին իրենք ներկայացրին այսօր։ Վաղը ժամը 5-ին ունենք Ստեփան Սաֆարյանը ժառանգությունից եւ նախախորհրդարանից Վարդան Հակոբյանը ժամը 5-ին։ Մնացածը կհայտարարեմ։ Ուրեմն սիրելի հայրենակիցներ, ավագ շաբաթը մեկնարկում այսօր զարգազարդ է։ Իմ այս բաժին պայքարի երրորդ շաբաթն եմ մտնում այսօրվա հանդիպմամբ, այսօրվա ժողովով։ Երրորդ շաբաթն է, բայց այս պայքարը դեպական է լինելու, կարող եմ ասել անգամ մեր հայրենիքի նման հավերժական, մինչև որ հասնենք եւ կհասնենք։ Իհարկե, մեր շարժումը ժառանգորդն է, ինչպես ասել եմ բազմաթիվ անգամներ, ժողովրդական նախորդ շարժումներից, ոչ մեկը անջատ է մյուսից։ Սա հավաքական պայքար է, որը անցնում է սերունդից սերունդ, եւ մենք պարտավոր ենք այս աննախադեպ ուժով հասնել իգադար։ Եվ ինչու աննախադեպ է, ոչ թե որովհետև Ռաֆիկ է, կամ Վարդան, կամ Արկադի, կամ որևէ ուրիշ մեկը։ Աննախադեպ է, որովհետև այս անգամ ժողովուրդը դարձել է այս մեր ճանապարհի հավաքական սեփականատերը։ Ինքը արդեն սեփականատեր բաժնետեր է եւ ժողովրդի դեմ այլևս խաղ չկա։ Մի բան պիտի ասեմ սակայն քաղաքացիական պայքարից, ռազմավարությունից, ծրագրից, բանականությունից այն կողմ եւ դա հավատի մասին է, որտեղ մենք նաեւ հաղթանակի ջամփի վրա ենք, որովհետեւ իրար հավատացինք եւ հավատացինք մեզ։ Եվ թույլ տվեք ուրեմն, որքան խիստ անհավանական է հավատալ մի վերջի անգամ պարոն Սարգսյանի ուղղությամբ ավագ շաբաթ է գնում ենք դեպի խաչելություն եւ ապա սուրբարություն։ Ես անցնում եմ մեր ժողովրդի հետ մեկտեղ ենթակա մեր ժողովրդին ինքնամաքրման ճանապարհ։ Այդ ինքնամաքրումը կատարում ենք տարբեր եղանակներով, բայց սա է մեր ճանապարհի հաղթանակի գրավականը, սիրով, հավատով, հույսով, մաքրությամբ, հայրենիքի նվիրմամբ։ Ես ժամկետներ չեմ դնում, ոչ էլ վերջնակիր ներկայացնում։
Բայց ես կարծում եմ, որ շատ իմաստալից շաբաթ է պարոն Սարգսյանի համար։ Եթե ինքը նույնպես ուզում է անցնել ինքնամաքրման ճանապարհով մինչև Սուրբ Հարության տոնը։ Կյանքը կարճ է, կյանքը կարճ է։ Եվ ես կարող եմ ասել, որպես հայ մարդ, Հայաստանի քաղաքացի, ձեր հավասար հայրենակիցը, որ ով չգնաց ինքնամաքրման եւ ով գանգնեց հայոց պատմության դեմ, դուք կարող եք ավարտել այդ նախադասությունը։ Շատ եմ ուզում, որ որևէ մեկը, այդ թվում մեր 3 դե ֆակտո նախագահները նախկին, Բացառությամբ միգուցե առաջի ընտրության, իրենք դեմ չգանգնեն հայոց պատմության, որտեղ ունենք այսօր հրաշալի սերունդ երիտասարդներ, ովքեր մասնագիտն են, վկան են եւ դառնալու են պատմագրերը, պատմություն գրողները այն մեծ շարժման, այդ հայրենանվեր ճանապարհին, որի վրա մենք բոլորս գտնվում ենք։ Ուրեմն սիրելիներ, գնում ենք դեպի Սուրբ Զատիկ, եւ այդ հարությունը պիտի պատկանի թե քրիստոնեական ողջ աշխարհին, թե հայ ժողովրդին, որը դարձել է ազգ, եւ հայոց գավառին, որ դարձել է պետություն։ Դրանք արդեն մեր ձեռքերում են, դա մեր պարտականությունն է։ Ուժեղ ենք միասին։ Շնորհակալություն ձեր զորակցության համար, բայց շնորհակալություն չեմ ասում ձեր հաղթանակի, ձեր մասնակցության համար, որովհետև դա ձեր պարտքն է։ Եվ այդ պարտքը դուք կատարեցիք եւ պիտի մենք կատարենք միասին մինչև հաղթանակ։ Ուրեմն այսօր ժամը 7-ին, ինչպես ավանդույթն է, կհետևենք լրահոսին եւ ապա բարի գիրակի կասենք իրար, մինչև վաղը ժամը 5-ին։ Դեպի հաղթանակ։ Բարի երեկո բոլորին։ Արի աշճամի վրա բարձացա։